Ինչու այս խորհրդարանական ընտրություններում 5 տարի անցել ընդդիմությունը կրկին պարտվեց։ Նախընտրական շրջանում եւ իշխանական թևը եւ ընդդիմությունը ըստ վերլուծաբանների շահարկում էին խաղաղության օրակարգը։ Ընդ որում, եթե իշխանությունն ասում էր խաղաղություն են բերելու, ընդդիմության թևերից էլ բարձրաձայնում էին, թե արժանապատիվ խաղաղություն են բերելու։ Երկու կողմն էլ սակայն շահարկում էին խաղաղության օրակարգը։ Իշխանությունը մոբիլիզացրել էր առավելագույն ռեսուրսներ վերահսկելի քվեարկություն ստանալու։ Եթե ընտրական տեխնոլոգիայի տեսանկյունից ենք նայում, վախի հոգեբանական մեխանիզմ։ Վախի հոգեբանական մեխանիզմի շահարկումը ավելի արդյունավետ իրականացրեց իշխող քաղաքական ուժը, եւ դա կանխատեսելի է, որովհետեւ այս իշխանությունը իր իշխանության հայտնվելու պահից վախի լավագույն վաճառականն է։ Նախ որ ԿՊ-ն վերարտադրվելու էր, պարզ էր դեռևս մոտ 2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը միասնական թիմ չի կարողանում ձևավորել, արդեն այս արդյունքը ակնհայտ էր, ընդդիմությունը պարտվել է, բայց Նիկոլ Փաշինյանը չի հաղթել։ Նախորդ ընտրությունների հետ երբ որ համեմատում ենք, այն ժամանակ իշխանությունները խոստանում էին տեր կանգնել Արցախին, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա եւ բազմաթիվ մարդիկ վստահաբար այդ խոստումների համար էին զայնկվել իշխան։ Այս անգամ հետին ընտրազանգված ամենայն հավանականությամբ համարում է, որ դե լավ, միևնույն է, արդեն ամեն ինչ կորցրել ենք, գոնե այդքանից հետո խաղաղությունն էլ չկորցնենք։ Եվ քանի որ ընդդիմությունը ոչ միասնական է եղել, ոչ էլ հստակ այլ ընտրանքի առաջարկել, դրա համար էլ պարտվել է։ Ըստ քաղաքագետների, խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներում ներկայացվածություն ունեցող ավանդական կուսակցությունները պատշաճ չներկայացրեցին իրենց գաղափարախոսությունը քաղաքացիներին ճիշտ ուղով տանելու համար։ Քաղաքական բովանդակությունն այս ընտրություններում գեներացրել են շատ քիչ քանակությամբ ուժեր, մնացածը մանիպուլյատիվ քարոզչական դաշտում են աշխատել եւ այդ աղմուկը խլացրել է այդ բանական քաղաքական գաղափարախոսական պրոդուկտ առաջարկող ուժերի ձայն։ Ի վերջո ընտրողը առաջնորդվում է քարոզչությամբ, այն ստերով բոլոր կողմից, եւ իշխանական եւ ընդդիմադիր, որ իրեն հրամցնում են։ Այն ուժերը, որոնք որ նման պրոդուկտ գեներացնում էին, նրանք ունեին փոքր ռեսուրս եւ այդ աղմուկի մեջ ուղղակի լսելի եղան ընտրողի կողմից։ Վերլուծաբանների դիտարկմամբ այս խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուն իշխանություններին օժանդակեցին նաեւ արտաքին ուժերը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Կասկածելի էր նաեւ ռուսական հակազդեցությունը Նիկոլ Փաշինյանի գործողություններին քարոզչական դաշտում։ Ըստ փորձագետների, պետք է դեռ հասկանալ, ռուսները տրամադրված էին ընդդիմության հաղթանակին։ Տպավորությունն է, որ ռուսները ամեն ինչ արեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա վերարտադրվել ամենայն հավանականությամբ որոշակի քաղաքական շահադիտական նպատակներից ելնելով։ Ռուսաստանը կարճաժամկետ եւ իրեն հատուկ կացնային քարոզչությամբ փորձեց հարցերը լուծել, չստացվեց, բայց ամեն դեպքում պրոռուսական կամ ռուսական ազդեցության կողմնակից ուժերը խորհրդարանում բավականին լուրջ ներկայացված են լինելու եւ Ռուսաստանը հետագայում էլ պահպանելու է լծակները Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Ըստ քաղաքագետների, այսօր Հայաստանի իշխանության եւ կառավարման ղեկին հավակնում են այնպիսի մարդիկ, ովքեր պետական գործիչներ չեն եւ առաջնորդվում են բացառապես խմբակային շահերով։ Քաղաքագետների խոսքով այս ընտրությունների արդյունքների համար ճիշտ չէ ասելը, թե մեղավորը ընտրողն է։ Մեղավորներն ըստ փորձագետների այս դեպքում ավելի շատ քաղաքական ուժերն էին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։